Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը 2018 թվականին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան է ստացել այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից։ Ֆակտոր TV-ին դատալեքսից տեղեկանում է, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է իր լիազորություններից դուրս գործողություններ կատարելու, այն է այս շենքում բնակարաններ բաշխելու համար։ Արցախի թեմի առաջնորդին հատկացված բնակարանն այս շենքում է։ Պաշտպանության նախարարությունից Ֆակտոր TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ պաշտպանության նախարարի 2018 թվականի հունվարի 1-ի N55 հրամանով Երևանի Գրիգոր Հասրատյան փողոցի 25 կոտորակ 6 շենքի 2 սենյականոց թիվ 7 բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանին։ Ընտրողների ռեգիստրը ևս հաստատում է, Աբրահամյանը հաշվառված է Հասրատյան փողոցի այս հասցեում։ Ես լրագրող եմ Ֆակտոր TV-ից, Տեր Վրդանեսին եմ ուզում, սա իր բնակարանն է, գիտենք։ Մենք ստեղ չի։ Ես բային տանը Մենք ստեղ բնակվում։ Կինը հրաժարվեց պատասխանել, թե ով է։ Շենքի բնակիչները հաստատեցին Տեր Վրդանեսի բնակարանն է, սակայն այնտեղ նրա քույրն է ապրում։ Դժվարացան մտաբերել, թե վերջին անգամ երբ են տեսել Արցախի թեմի առաջնորդին։ Բնակիչներից մեկն էլ նշեց, որ շենքում ապրողների մեծ մասը զինվորականներ են։ Տեր Վրդանեսից բնակարանում ապրում։ Այս պայն էստեղ ապրում է ինքը։ Այս պայն չգիտեմ, տեղա թե չէ, բայց ողջը տեղ ապրում։ Ընտանիքի հետ է այստեղ ապրում։ Քուրնա, հարսը, երեխեքն։ Դուք եք Վիգեն Սարգսյանից ստացել բնակարանը։ Այո։ Հա, այստեղ ապրում, բայց ինքը ստեղ չի։ Չգիտեմ որտեղ է։ Իր քույրն է։ Տեր Վրդանեսի շենքում է ապրում։ Այո։ Վերջին անգամ երբ եք իրեն տեսել։ Ապրում այլ մարդը իր քրոջը քուրն աստեղ զոհված է ընտանիքը Ղարաբաղից տեղափոխված։ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը այն 8 եպիսկոպոսներից մեկն է, որոնք նոյեմբերի 27-ին հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա նաև ընդգրկված էր Մայրաթորում ստեղծված հանձնաժողովի կազմում, որը պետք է քններ արշակարք եպիսկոպոս Խաչատրյանին առնչվող կարգապահական հարցերը։ Բացի այդ, Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էր այն եպիսկոպոսների կողքին, որոնք իրենց ձևակերպմամբ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով էին հավաքվել այնտեղ։ Մեր նամակը հրաժարականի պահանջի փոխանցել ենք արդեն քարտուղարություն։ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդ է նշանակվել 2007 թվականի հոկտեմբերի 1-ին։ 2008 թվականի օգոստոսի 24-ին նա եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում է ստացել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում։ 2021 թվականին ազատվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից եւ նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ։ Մամուլում հրապարակումներ կան, որ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանին սպառնացել են զրկել բնակարանից, եթե չմիանա Փաշինյանի հռչակած եկեղեցին բարենորոգելու ծրագրին։ Տեր Վրդանեսի հետ չհաջողվեց կապ հաստատել եւ մեկնաբանություն ստանալ։ Նշենք, որ դեկտեմբերի 16-ից ստորագրահավաք է սկսվել հոգևորականին Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու պահանջով։ Ինչ հանգամանքներում է Տեր Վրդանես Աբրահամյանը բնակարան ստացել պաշտպանության նախարարի հրամանով։ ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի մեղադրանքում նշվում է, որ նա 2018 թվականի հունվարին խախտելով բնակարանների բաշխման համար սահմանված օրենքով ու կառավարության որոշմամբ ամրագրված կարգը միջամտել է պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի աշխատանքին, սեփական նախաձեռնությամբ սահմանել է օրենքով չնախատեսված նոր առաջնահերթություններ, հանձնարարել է բնակարաններ հատկացնել իրեն նախընտրած անձանց, շրջանցելով հերթագրման սկզբունքը։ Արդյունքում բնակարաններ են ստացել ավելի ուշ հերթագրված զինծառայողներ եւ նույնիսկ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող անձինք, իսկ իրական կարիք ունեցող բազմաթիվ զինծառայողներ զրկվել են օրենքով երաշխավորված բնակարան ստանալու իրավունքից, պատճառելով էական վնաս ինչպես քաղաքացիների, այնպես էլ պետության շահերին։ Վիգեն Սարգսյանը հետախուզման մեջ է, նրա նկատմամբ կա հեռակա վարույթ։ Ըստ մամուլի հրապարակումների պաշտպանության նախկին նախարարը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։